Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, նոյեմբերին ես եկել եմ հոկտեմբեր։ Հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, որը իր սիրելի բաժանորդներին առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, խելացի լուծումներ։ Մանրամասների համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական կայք fnet.am կամ զանգահարել 8988 հեռախոսահամարով։ Սիրելիներ, այսօր գյուղ գալուց առաջ մտա Emily Farm դեղատուն ու Մարիմեր առա, իմը վերջացել էր։ Գրիպ եմ ընկնում, բայց Մարիմերը օգնում է, որ չհիվանդանա։ Ու նկարահանումը սկսելուց առաջ անպայման օգտագործում եմ։ Ասեմ, որ շնչառությունը բացում է ու չի թողնում, որ ես հիվանդանամ։ Ես եթե հիվանդացա, լավ չի լինելու։ Հելով պետք է գյուղերը նկարի։ Այնպես որ գնացինք առաջ։ Սիրելիներս, այս գյուղը պատկանում է Արմավիրի մարզի, Արմավիր խոշորացված համայնքին։ Նախկինում անունը եղել է Հոկտեմբեր, բայց անվանափոխվել է եւ այժմ կոչվում է Սարդարապատ։ Սա Սարդարապատի մշակույթի տունն է, հիմա գնանք տեսնենք ինչ կա չկա այստեղ։ Սարդարապատի հին փողոցներից մեկն է։ Սա գյուղի եկեղեցին է, մշակույթի տունը, դրսում վերխոյացած խաչքարը։ Իսկ այս պատին տեսնում եմ պաստառներ, որոնց վրա ներկայացված են բնակավայրի պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները։ Տեսնենք ինչ է այստեղ գրված։ Լուսանկարում երևում է հայկական խաչքարային եւ հիշատակի կոթող, պատրաստված դեղնավուն տուֆ քարից։ Այսպիսի կոթողները տարածված են Հայաստանում ի հիշատակ հայրենական մեծ պատերազմում զոհված հայ զինվորների։ Այստեղ անհայտ զինվորի արձանն է, որը մեզ ողջունեց հենց գյուղի սկզբնամասում, մշակույթի տան դիմաց։ Այսպիսի արձանները սովորաբար տեղադրվում էին Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում ի հիշատակ հայրենական մեծ պատերազմում զոհվածների։ Այս հուշակոթողը նվիրված է 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Յուրաքանչյուր տերևի վրա փորագրված են զոհվածների անունները։ Սա հիշեցնում է, որ նրանց արյամբ պահպանվեց մեր երկրի ապագան եւ նրանց հիշատակը միշտ պիտի լինի մեր կողքին որպես ուժ եւ պարտավորություն։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բոլոր հերոսների ծնողներին, որովհետեւ նրանց դաստիարակության համար մենք ձեզ ենք պարտական եւ ձեզ մեծ համբերություն եմ մաղթում։ Այստեղ տեսնում եմ Սարդարապատ բերդի մասին, տեսնենք ինչ է գրված։ 1819 թվականին հիմնադրել է Երևանի Սարդարի եղբայր Հասան խանը, հիմնականում օգտագործելով Արմավիրի բլրի հինավուրց բերդի քարերը։ Քարանկյուն եւ Քարադարպաս բերդը շրջափակված էր կրկնակի պարիսպներով եւ ամրացված հսկա աշտարակներով։ Խանի ապարանքն ու շտեմարանները շրջափակված էին ընդարձակ պարտեզներով ու այգիներով, որոնք ոռոգվում էին Երասխգետից մինչև բերդը փորված առվի ջրով։ Աշոտ ջան, տեսնենք այստեղ ինչ է գրված Սարդարապատի մասին։ Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթերի համաձայն Սարդարապատ գյուղը հիմնադրվել է 1775 թվականին։ Համայնքի ներկայիս անվանումը Սարդարապատ, դե արդեն ասացի, որ նախկին անվանումը եղել է Հոկտեմբեր։ Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը 1600 թվական։ Հեռավորությունը մայրաքաղաքից 55 կիլոմետր է, այսինքն 55 կիլոմետր հաղթահարելուց հետո մենք հասել ենք Սարդարապատ, այստեղ օգտակար հանածոներ չկան, կրթական հաստատություն, միջնակարգ դպրոց, մշակութային հաստատություն, մշակույթի տուն կան, չկան մարզական հաստատություններ եւ արտադրական ձեռնարկություններ։ Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Ունեն հոգևոր կառույց եկեղեցի։
եք։ Դա, մերսի, դուք ինչպես եք։ Ապրում ենք, էլի յոլ են գնում։ Ի՞նչ է ձեր անունը։ Նանա, Ուրախ եմ շատ, Բաքու անունը ի՞նչ է։ Մալենա։ Վախ, ես ինչ սիրուն Մալենա ես, դու խոսել դեռ չգիտես, հա, ժպտում ես մենակ։ Կատիկդ բան չի չես խմել, սարել է արդեն։ Էս ինչ է։ Տամ խաղաս, հա, առ խաղա։ Դե վերցրու, բռնի։ Բռնի։ Չէ։ Ինչը քեզ դուր եկա միկրոֆոնի մեջ։ Կարող է որոշել ես լրագրող դառնաս, ատամատիկ չեք արել։ Դեռ ոչ։ Հա, դեռ ատամ չունի։ Ունի նոր ահել։ Նոր ահել։ Երբ եք անելու, անպայման կգրեք լրագրող, միգուցե մեր մասնագիտությունը ընտրի Մալենան։ Անպայման։ Ջան, խոսես, խոսի։ Ասա բարև ձեզ, ինչ կա չկա։ Հեռախոսը վայ, այս դարի երեխեքը առանց հեռախոս կյանք չունեն, է։ Բայց չէ, մեր ժամանակ, չգիտենք թե հեռախոսը ինչ է։ Հիմա առանց հեռախոս չեն կարողանում ապրել։ Չէ, ձգտում ենք, որ հեռախոսին այդքան էլ մոտ չլինեն։ Ճիշտ եք անում։ Մինչև չափ հասդառնալը պետք է խստի վարկել են երեխաներին հեռախոս։ Երևի ժամանակ էլ հələ իրանց պետք չի։ Կամ են հեռախոսներից տան։ Խաղալ։ Հա, որ մենակ զանգ կատարեն, Հա։ ինտերնետ այդ գործ Այ չունենան։ դրան դեմ չեմ։ Այո։ Դե դուք պատմեք, տեսնենք որտեղից եք։ Ես Ղարաբաղից եմ, 11 տարվա հարս եմ Սարդարապատ գյուղում։ Հա։ 11 տարի է, այստեղ եմ բնակվում։ Արցախի որ շրջանից եք։ Ասկերանի շրջանից։ Վերջին անգամ երբ եք Արցախում եղել։ 2021 թվականին պատերազմից հետո։ Դե Սարդարապատից մեզ մի քիչ պատմեք։ Ինչ տեսակ գյուղը։ 11 տարի հարս եք վերջի Շատ վերջը։ հիանալի գյուղ է, ես շատ եմ սիրում այս գյուղը։ Օրինակ, եթե ինձ առաջարկեին հոկտեմբերյան կամ Սարդարապատ, միանշանակ ես տեղ կընտրեի։ Ինչու։ Չգիտեմ, սիրում եմ։ Ամեն ինչով լավ է, ամեն ինչով։ Մարդիկ լավն են։ Հա, շատ լավն է։ Կռվարար չեն։ Համենայն դեպս ինձ դեռ չեն հանդիպել կռվարար մարդիկ։ Վարի են։ Շատ։ Ամենակարևորն է։ Հոգատար են։ Ես դեռ հիշում եմ 20 թվի պատերազմի ժամանակ, թե ինչպես են մերոնց ընդունել։ Անծանոթ կապ չունի, էլի։ Այսինքն այստեղ ունենք արցախցիներ նաև։ Այո, շատ ունենք։ Հիմա սաղին բարեկամները համարյա ստեղ են։ Ողջույն։ Բարձս։ Ո՞նց ես։ Նամ դուք լավ եք։ Լավ եմ, գիտես չէ, հիմա ձևերը փոխվել են։ Այսինքն հիմա աղջիկներն են տղաներին խոսեցնում։ Դե մի քիչ վատ է։ Հիմա եկել եմ որ քեզ խոսեցնեմ։ Հլարի ծանոթանանք։ Ես Դավիթն եմ, սովորում եմ Սարդարապատի միջնակարգ դպրոցում, 10-ից հետո գալիս եմ մշակույթի տուն, հաճախում եմ Դոլի։ Լավ ես անում, հենա երեխեքը եկան, հեսա ձեր պարապմունքն էլ կսկսվի։ Դավիթ, դու ծնվել ես Սարդարապատում։ Այո։ Եվ ինձ ինչ կպատմես գյուղի մասին։ Դե Սարդարապատ գյուղում ունենք հուշահամալիր, ունենք Սարդարապատի հենց իր այստեղ հենց մշակույթի տանում ունենք տարբեր արձաններ, էլ տենց մանրամասն այդքանը։ Մանկապարտեզ ունեք։ Այո։ Մանկապարտեզ դպրոց, մշակույթի տուն, իսկ խմբակներ կան ուրիշ սպորտին վերաբերող։ Հա, լիքը դպրոցում էլ կա, ժամանակին էստեղ էլ ա եղել։ Հա, այդ երկու անգամներն ա եղել, հիմա էլ դպրոցում կա, գնում եմ։ Իսկ ինչ խմբակ է։ Սպորտի, կարատե։ Կարատե, շատ լավ է։ Պետք է մեր երեխաները ուժեղ մեծանան, սպորտով անդադ զբաղվեն, այո։ Իսկ հետո որ մեծանաս ու հասկանաս, որ գյուղում աշխատանք չկա, ինչպես ես վարվելու։ Դե ես այնպես կանեմ, որ աշխատանք բացվի։ Նախ ես կգամ, եթե մինչև այդ ժամանակ ես մշակույթի տունը գործի, մինչև այդ ժամանակ գործի, ես կգամ ուստեղ Դոլի դասատուկ աշխատեմ։ Այսինքն ոչ մի կերպ չես ուզում գյուղը լքես։ Հա, բա, մեր գյուղը պետք է մեծացնենք, շինացնենք։ Ահա, ես սիրում եմ քո նման հայի տեսակը։ Առաջարկում եմ ծանոթանանք։ Համաձայն եմ, ես Արսենն եմ։ Արսենը։
Ուրախ եմ։ Ես էլ Արսենը ասելով հիշեցի մեր Բենոյի Արսենին, ճանաչում եք իրեն։ ճանաչում եմ, ձեր հաղորդումից ճանաչում եմ։ Տեսակ, չի ասած ինձ սա Հայաստանը համալը ճանաչումը, ամբողջ Հայաստանը, ամբողջ աշխարհը ճանաչեց։ Դե քանի որ մեր հաղորդումները նայում ես, ուրեմն ինձ էլ ես ճանաչում, չէ։ Ահա, եկել ենք տեսնենք ինչ կա չկա Սարդարապատում։ Դու որտեղից ես։ Ես Գետաշեն գյուղից եմ։ Որտեղ է Գետաշենը գտնվում։ Արմավիր քաղաքի գյուղերից։ Քիչ ժամանականից ընկեր Խուդյանի մոտ եմ հաճախ է դոլի, տենց կապվել ենք իրար հետ։ Հիմա էլ իր մոտ են գալիս։ Լավ է պարապում։ Հա, շատ պարապմունքները լավ են անցնում, շատ բաներ ենք սովորում, մեծ ձեռքբերումներ ունենք, տարբեր համերգների, միջոցառումների գնում մասնակցում ենք։ Ամեն ինչ լավ է։ Որն է նպատակը դուհոլահար դառնալու։ Դե փուչու ժամանականից սիրել եմ այդ հարվածները, տարբեր բաների վրա նվագել եմ։ Հետո տենց 10 տարեկանից արդեն սկսեցի զբաղվել, աշխատում եմ Եղեգնուտ գյուղում, ունեմ 13 աշակերտ։ Անկամ դու ես երեխաներին դասավանդում։ Ընկեր Խուդյանի շնորհիվ։ Ոխ, Այնքան լավ դասատու ունենք, որ կար ժամանակվա ընթացքում այդքան գիտելիք են կարողացել ստանանք։ ինչով է սա ժողովուրդ, նայեք 17 տարեկան երիտասարդ արդեն աշակերտներ ունի, ոնց բա չպարտանաս, չհիանաս։ Այսքան համեստ, այսքան շնորհալի։ Ապրես դու։ Իսկ Սարդարապատցիների մասին ինչ կասես։ Մենք վերջի այս գյուղում ենք, ուզում ենք Սարդարապատը հենց բացահայտել։ Դե լավ, գյուղացիներ են, մեզ հիմնականում արդեն բոլորը ճանաչում են, որ դոլարներն են, գալիս ենք, ովքեր որ ակումբին մոտ են ապրում, մի քիչ խանգարում ենք, նվագում ենք բարձր ձայներով, բայց ընդհանուր բոլորը մեզ սիրում են, մենք էլ իրանց։ Բայց լավ է, եթե գյուղում կա մշակույթի տուն, ուրեմն համոզված եղեք բոլորդ, որ այդտեղ կյանք կա, եռուզեռ կա, աշխուժություն կա, ինչը ամենակարևորն է։ Առանց մշակույթի տան գյուղը դատարկ է։ Հա։ Հիմա պարապմունքի եք, չէ։ Ահա, դե գնանք տեսնենք ինչպես եք նվագում։ Լավ։ Գնացինք։ Եկեք տղերք։ Օ, բարև ձեզ։ Ինչպես եք երեխաներ։ Լավ ենք։ Այնքան սիրուն եք այսպես բոլորդ։ Սա մեր ուսուցիչ ընկեր Խուդյանի դոլի դասարանն է, որտեղ սովորում են 30+ աշակերտներ։ Այսօր էլ մեր հերթական պարապմունքի օրն է, պատրաստում ենք համերգի։ Դե քանի որ դու ունես 13 աշակերտ, այո, ես էլ ուզում եմ լինել 14-րդը։ Ես համաձայն եմ։ Ընկեր Արսեն, ինձ սովորեցրու դհոլ նվագել։ Որովհետև ես հոգնել եմ իմ մասնագիտությունից։ Հիմա ավելի շատ մարդիկ փող են աշխատում հարսանիքների ժամանակ նվագելով։ Ճիշտ է։ Ճիշտ է, այո։ Աշա դու չես ուզում սովորես դհոլ նվագել։ Հե։ Հա ինչ։ Հարցնում եմ, չես ուզում։ Առաջարկում եմ դհոլ ես նվագել սովորեմ, քանի եկել ենք, հետո քեզ կսովորեցնեմ, այս գործը կթողնի կգնանք դհոլ կնվագենք։ Լավ։ Հիմա նստեմ այստեղ, պահի։ Ոնց ենք Դեպի համար ոտքերը ոնց ենք դնում, ոնց նստեմ։ Մենք գետնին։ Ահա։ Այդպես ճիշտ է։ Հետո Դոլը բռնում ենք ձախ ձեռքով, դնում ենք ձախ ոտքին։ Վերցնում ենք այս ներքևի երկաթայի մասը որ կա, նստում է ձախ ոտքի վրա հենց։ Այս ձախ ձեռքն է, այսպես նստի արմունկով պահի։ Մի քիչ թիքեք սեղմում, որ չսվանք գնում։ Հետո Ու սկսում ենք առաջի հերթին հարվածներն ենք սովորում, նվագում ենք 4 հարվածներով ընթանում։ ոնց։ Առաջին հարվածի անունը դամփ է։ Դամփ հարվածը չէ։ Բա։ Նվագում ենք ձեռքի ափով, այս գծով, մատերը մի քիչ բաց։ Բութը այս երկաթից այն կողմ է գնում, մատերը մի քիչ բաց, փորձեք։ Սենց, հա։ Մի րոպե։ Այ սենց։ Մի րոպե։ Չեմ կարողանում։ Չէ, հեռու տարեք, Այ աման։ տեղից բերեք։ Ժողովուրդ դուք էլ եք մտածում, որ դհոլ նվագելը ամենահեշտն է։ Ես գիտես ոնց էի մտածում։ Այ այսպես, նայ։ Մաստեր կլաս եմ ցույց տալիս։
Այսպես չի, ձևը չէ։ Լավ։ Չեմ ուզում դուհոլ նվագեմ։ Գնացի ես։ Լավ եղեք։ Փախա, աշոտարի։ Լասա տեսնեմ ինչ կա չկա։ Բանել չկա։ Հա, բանել չկա։ Կանոն ինչ է։ Համլետ։ Համլետ ջան, որտեղից ես դու։ Յուղից։ Որ գյուղից։ Էս։ Այս գյուղից է, Սարդարապատից։ Ահա։ Բա ով է քեզ ասել, որ գաս դհոլ նվագել սովորես։ Պապաս։ Պապան ոնց եղավ այդ զրույցը կհիշես։ Չես հիշում, ասաց տղա ջան, հերիքա հա անկապ դուրսը ֆրֆրաս, գնա դհոլ նվագել սովորի։ Բա ոնց եղավ։ Ես ուզեցի պապան ինձ բերի սովորի։ Հա, ասել ես պապ, ուզում եմ գնամ դհոլ նվագել սովորեմ։ Ինչի համար, կասես։ Իմաստը ո՞րն է որ։ Մարսանիքների փող աշխատել։ Դու ով ես։ Դավիթ։ Էլի Դավիթ, այստեղ Դավիթները ինչքան շատ են։ Գյուղի համար ինչ կուզես, որ լավ բաներ անեն։ Ինչի կարիք դուք ունեք այստեղ։ Խաղահրապարակ ունեք։ Չէ։ Չունեք երեխեք։ Չէ, մենակ դպրոցումն է։ Հա, մենակ դպրոցի մոտ է խաղահրապարակը։ Այսինքն քանի հավաքվել ենք, առիթից օգտվենք, որ Սարդարապատում մեծ խաղահրապարակ կառուցեն, դիմենք։ Հա, եթե չունեք։ Որպեսզի փոքրիկները գնան, խաղասարքերով զբաղվեն, իսկ ֆուտբոլի դաշտ կա։ Այո։ Գեղեցիկ սարքած, արհեստական խոտածածկով։ Մեր դպրոցի հետևն է։ Հա, դա ունեք, շատ լավ է։ Էլ ինչ կուզենայիք, որ գյուղում կառուցեին։ Մի հատ մեծ չէ։ Մի հատ մեծ ինչ։ Շենք։ Շենք, ինչի համար։ Որ անծանոթները որ տուն չունենան, իրենց տղանքերներ։ Ահա, տեսակ մի հատ մեծ շենք կառուցեք, որ անծանոթները տուն չունենան, այդտեղ ապրեն։ Կանոնը ինչ է։ Սիմոն։ Սիմոն, որտեղից ես դու։ Սարդարապատ գյուղից։ Դե ասա տեսնեմ, ձեզ ինչ է անհրաժեշտ, որպեսզի ավելի լավ երաժիշտներ դառնաք ապագայում։ Մեզի շատ է պետք հարվածային գործիքներ, որ ամեն փառատոնին լավ մասնակցենք։ Լավ մասնակցություն ունենաք ու Սարդարապատի պատիվը միշտ բարձր պահեք, չէ։ Այո։ Տղաներ, շնորհակալություն այսպիսի ջերմ հյուրընկալության համար։ Մենք դեռ էլի կհանդիպենք։ Դուք շարունակեք ձեր պարապմունքները, որպեսզի ապագայում ուժեղ դհոլահարներ դառնաք։ Պայմանավորվեցինք։ Գնացինք։ Օրնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Ծանոթանանք իրար հետ։ Ես Արևիկն եմ։ Ես էլ Տեր Սարգիսն եմ։ Ուրախ եմ շատ։ Փոխադարձ։ Կխնդրեմ, որ ինձ եկեղեցու մասին մի փոքր պատմեք։ Ասելիքը հետևյալն է, որ եկեղեցու հիմնադրումը եղել է մոտավորապես 1827 թվականին։ Իհարկե սկզբնական շրջանում եղել է մի փոքր փայտաշեն։ Հետագայում է, որ այս գեղեցիկ տեսքը ստացել ենք 1865-ին հիմքը դրվել է, իսկ 1882-ին ավարտին է մոտեցվել։ 30-ական թվականի հայտնի պատճառները որոշ շատ լավ գիտեն, որ փակվել է եկեղեցին, դրանից հետո վերածվել ցորենի պահեստի
Բավականին տարիներ մոտ 50 տարի փակ է մնացել որպես օրինի պայես, չգործող նկատում եմ եկեղեցի։ Հետո մոտավորապես 2000 թվականներին սկսեցինք եկեղեցու վերանորոգման աշխատանքները 2010-ին վերաօծվեց Վեհապար Հայրապետի ձեռամբ եւ եկեղեցին գործում է մինչեւ օրս։ Միշտ է բազիլիկ տեսք ունեցել։ Հա, միշտ է բազիլիկ տեսք ունեցել եւ ամբողջ ներսի փայտային մասը բերված է Արևմտյան Հայաստանի Սարիղամիջ նահանգից։ Պատրաստվում ենք մկրտության արարողությանը, որը մեր բալիկներից մեկին պետք է մկրտենք այսօր եւ նա դառնա հայ քրիստոնյա։ Համեցեք, միասին գնացինք ներս։ Օրհնյա Տեր Հիսուս Քրիստոս։ Այ մեր օրերգինս ես։ Սուրբ եղեցի անուն քո, եկեցի արկայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս եւ երկրի։ Ըսած մեր հանապազորդ եւ թող մեզ փոխտից մեզ, որպես մենք թողում մերոց պարտապանած։ Եվ մի տանից մեր սփորձություն, այլ փրկյազ մեզ իջարե։ Սիկոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանը Սավիտենց ամեն։ Օրհնյալ փոխություն Աստված ճշմարիտ։ Ողորմի Աստված ուսմեցի ողորմությանքում, ըսբազում բդությանքում քավյա, Երեսած խոց եւ սուքի քուսում միանեք ինեն։ դուրին ծնծություն փրկությանքո եւ օգվո պետությանքո հաստատյազի։ Ուսուցից անօրինացշճանը բարս քո եւ ամբարիշ դարքես դարձի։ Քեզ անկա ես արգանդե հորովայն եմ հորի մոտ ես Աստվածին։ Բարև ձեզ։ Համեցեք, բարև ձեզ, ես ինչ սիրուն աղջիկ ա եկել մեզ ույր։ Արևիկն է եկել, տեսնի ինչ կա, չկա Սարդարապատում։ Շատ ուրախ ենք, ամեն ինչ էլ կա, համեցեք տուն, ձեզ ամեն ինչով հյուրասիրենք, մեր մրգերով, խաղողով, ամեն ինչով մենք շատ հյուրասեր ժողովուրդ ենք, մեր Սարդարապատցիներով։ Հա? Հա։ Ուրա, Փորձեք, որտեղ ուզում եք մտեք, բոլորն էլ ձեզ հյուրասիրելու է։ Շատ լավ, դե գնանք առաջ։ Եկեք։ Արեք։ Մի ամաչեք։ Համեցեք, համեցեք։ Ձեզ ինչպես դիմեմ։ Խաչիկ, Ահա, պարոն Խաչիկ, բայց ձեր կնոջ անունը ինչ է։ Սուսաննա։ Ահա, Տիկին Սուսաննայի հետ որտեղ եք ծանոթացել։ Ոնց եք ծանոթացել։ Պատմեմ, Տիկին Սուսաննայի հետ ծանոթացել եմ ուրեմն Երևանում, ինքը ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի գարեջրի գործարանում, մնում էր կինոնայրի դեմը, ես էլ սովորել եմ Պոլիտեխնիկ ինստիտուտում։ Բայց ծանոթացանք ավտոկայանում, Բարսացա ավտոբուս, տեսնեմ մի քանի հոգի նստած, մեկ էլ ինքն է նստած, ես էլ տետերս դրեցի դիտման բիրա կողքը, ասի ես զբաղեցրեք, ես իջնեմ ներքև, կծխեմ, մինչև ավտոբուսը շարժվի, ասես նայեց, ասեց խնդիր չկա, ասի ազատ է, ասեցա։ Իջա ներքև, մի հատ ես կողից նայ, մի հատ ես նայ, ասի լավ, կարելի ծանոթանամ հետը։ Լավ էլ աղջիկը։ Այդպես նստանք ավտոբուս, իրար հետ եկանք, մինչև հոկտեմբերյանի ավտոկայանը, իմացա, որ ինքը բամբակաշատից է։ Սկսեցիք հետաքրքրվել։ Հա, հետաքրքրվեցի, հետո գիրք կար մոտը, մի թե հանգավ լույսը, երկու հատով Ոնց է հիշում եք։ շատ լավ եմ հիշում, էդի ենենց է։ Համոտ չի։ Չեն, չամոտ։ Բայց սպասեք, հետո ոնց սկսեցիք շփվել էլի իրար հետ, ոնց եք պահպանում շփումը։ Պատմում եմ էլի։ Հետո որ գիրքը տվեց ինձ, ասեց ուզում եմ կարդամ էլի այդ գիրքը, մի հատորը կարդացել եմ։ Վերջում որ իջան, որ իրան ճանապարհեմ, ասեցի, բայց գիրքը ես ոնց պետք է վերադարձնեմ։ Տվեց հեռախոսի համարը։ Ինքն էլ ձեզ է երևի հավանել։ Հա, հավանել է, բայց վախենում էր ինձանից սկզբից, հետո նոր ասեց, որ քո աչքերից երևում էր, որ դու լավ մարդ ես, բարի մարդ ես։ Ոբշեմ աչքերս է գրավել իրեն։ Այդպես ծանոթացանք, շփվեցինք տարիքից, արդեն Ոնց տարիք եք նամակներ գրում էլի։ Ումը։ Ձեր սիրած աղջկան։ Չէ, մենք Երևանում էինք հանդիպում արդեն։ Այդեն շփվեցինք մի տարի տարիքից,
Հա, ու ես որոշեցի, որ ինքը ծածկի տակի բան է, դա մեր լեզվով եմ ասում, որ պետք է Այսինքն տուն տանելու աղջիկ, հա։ Այդպես ամուսնացանք։ Նշանդրեք, ամուսնություն։ Հա, ամեն ինչը կարգով, հերթով, ուղղակի մի քիչ չեմ ուզում լայնվեմ, իրանց տունը դժբախտություն եղավ, աղբերը երկրորդ մահացավ, երիտասարդ։ Այդպես մեծ բան չարեցինք, այդպես ամուսնացանք։ Հիմա ինձ ասեք, տեսնեմ քանի տարվա պատմություն ունի ձեր ամուսնությունը։ Մեր ամուսնությունը ունի ուղիղ 40 տարվա, 85 թվի, հենց ոնց որ լրացել է 40 տարին։ Սուսաննա, հոկտեմբերի 26-ին եք ամուսնացել, թե 27-ին։ 40 տարվա պատմություն ունի։ Ուրեմն հոկտեմբերի 27-ին ամուսնացաք, ասացիք Սուսաննա, հոկտեմբերին գնում ենք հոկտեմբեր։ Այո, համել ես իրան այնքան շատ էի սիրում, որ ինքը 2 տարի ինձանից մեծ էր, ես այնքան շատ էի սիրում, որ որոշեցի պետք է իր հետ ամուսնանալ, ինքնա որ կա։ Նորոջաջա։ Լսում եմ։ Ծնվել եք Սարդարապատում, մեծանում եք Սարդարապատում, այո։ Այստեղ բացի հայերից այլ ազգի ներկայացուցիչներ կան, դե հնդիկներից բացի։ Հնդիկներից բացի ոչ չկա, եզդի կան։ Եզդիներ էլ կան։ Ես իմ տափած հрьяանել էր կարող եղնին, բայց չգիտեմ, էլի կա թե չկա։ Ոնց է ձեր շփումը եզդիների հետ։ Նորմալ։ Ոնց հայերի հետ, այդպես էլ իրենց հետ։ Նույնն են։ Տարբերություն չկա։ Իսկ գյուղը այլ գյուղերից ինչով է առանձնանում։ Առանձնանում։ Յուրահատկությունը ինչու՞մն է կայանում։ Հատկությունն որտեղ առաջ մեր գյուղը, ասենք ինչքան ղեկավարություն կար, ստերի միլիցիապետից բռնած Գորսկոմով, Տատավորով, Տատախոսով սաղ մեր գյուղացիքն են եղել։ Ժամանակները փոխվեցին։ Ժամանակները փոխվեցին, մի ասեմ փոխվել։ Ահա։ Տեսա։ Բայց ինքը գյուղը բավականին մեծ է, չէ՞ տարածքով, բնակչությունն էլ է շատ։ Մոտ 6000 7000 բնակչություն ունի։ Ահա, ճանաչում եք մեկ-մեկու։ Անպայման։ Հա։ Եթե գյուղացին, ոչ։ Բարև։ Բարև դες։ Ոնց ես։ Ես լավ եմ, դու ոնց ես։ Նորմալ ապրում ենք էլի։ Ի՞նչ է քո անունը։ Մական։ Ինչ։ Մական։ Մական։ Դու հայերեն լավ ես հասկանում։ Ապրես, քիչ հասկանում եմ։ Որտեղից ես։ Չէ։ Հե։ Ինչա։ Ասում եմ որտեղից ես։ Հնդկաստան։ Հնդկաստանից։ Քանի տարեկան ես։ Մի տարի։ Քանի։ Մի տարի։ Մի տարեկան։ Չէ, just 21։ 21 տարեկան ես։ Ինչքան ժամանակ է որ այստեղ ես ապրում։ Մի տարի։ Սարդարապատ գյուղում ես հենց ապրում։ Այստեղ մարդիկ լավն են։ Հա, լավ։ Հա։ Շատ լավ։ Սիրում ես հայերին։ Սիրում եմ։ Ապրեք դուք։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ոնց ես։ Լավ։ Դու ինձ ճանաչում ես։ Հա։ Ես էլ ուզում եմ քեզ ճանաչեմ։ Անունս Գոհար է։ Շատ ուրախ եմ Գոհար ջան։ Եկել ենք որպեսզի բացահայտենք Սարդարապատը։ Այստեղ ես դու ծնվել։ Այո։ Կպատմես քո կյանքից։ Իմ կյանքի ինչ պատմեմ։ Քանի տարեկան ես։ 13։ Ահա, ինչպես է անցնում քո առօրյան։ Նորմալ։ Ինչ ես անում, ինչով ես զբաղվում։ Ում եմ դասի։ Դպրոցում այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում, այո։ Եվ դու նոր դասեր ավարտեցիր։ Երկրորդ հերթ ես գնացել այսինքն։ Եվ այսօր ինչ ես ստացել։ 7։ Որ առարկայից։ Մաթեմատիկայի։ Մաթեմատիկան ես չէի սիրում, անկեղծ ասած։ Դու որ առարկաներն ես սիրում։ Ես գրականությունը ու կենսաբանությունը։ Ես էլ սիրում էի պատմություն, աշխարհագրություն, ինչը որ պատմողականի հետ կապված էր, էլի։ Պատմության հետ ինչի կապ ուներ։ Գոհար ջան, որոշել ես քո ապագան ինչպիսին է լինելու։ Բարև ձեզ։ Ծանոթ էր։ Հա, մայրիկս։ Մաման էր։
Որոշել ես ինչպեսին է լինելու քո ապագան։ Ուզում եմ դպրոց ավարտեմ կամ կեսից դուրս գամ, գնամ բժշկական։ Քոլեջ։ Երևանում ես ուզում սովորես։ Այո։ Բարև ձեզ։ Մտածել եք ինչ կցանկանայիք անել, որպեսզի յուղը երիտասարդների համար ավելի զարգանա։ Երիտասարդները մեծ դեր ունեն յուղի զարգացման հարցում։ Ինչա ձեզ պետք, որ ավելի լավ կյանք ունենաք։ Հետաքրքիր բաներ անեն։ Էլի տենց ինչ-որ բաներ սարքեն դպրոցում, որ երեխեքը գնան, զբաղվեն։ Դպրոցից դուրս, այլ օրինակ։ Դպրոցից դուրս։ Ահա։ Իսին։ Ունեք խաղահրապարակ, որ երեխաները գնան զբաղվեն ծնողների հետ։ Ահա, դա պետք է, չէ՞ գյուղին։ Ուրիշ, օրինակ մեծ սրճարան լիներ, որ ընկերուհիներով գնայեք, չէ՞։ Նստեիք, հավեսով ուրախ ժամանակ անցկացնեիք, ծնունդներ այնտեղ նշեիք։ Մի խոսքով, ամեն ինչ մեր գյուղերին անհրաժեշտ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ծանոթանանք երեխաներ միմյանց հետ։ Աննա, Նարեկ, Լորիկ։ Ուրախ եմ շատ։ Ինձ ճանաչում եք։ Հա, մի քանի անգամ տեսել եմ։ Իմ հիշելով ձեր անունը ոնց որ Արևիկ էր, չէ՞։ Ճիշտ ես հիշում, այո։ Եկել եմ որպեսզի ծանոթանանք իրար հետ, ինձ պատմեք ձեր մասին, գյուղի մասին։ Կյանքը Սարդարապատում ոնց է անցնում։ Դե լավ է։ Շատ լավ է, չէ՞։ Մինչև ժամը քանիսն եք քնում առավոտները։ Հիմա մինչև 9:30, որովհետև ռեժիմը փոխվել է, երկրորդ հերթ ենք դասից։ Դպրոցը որ քանդել են, երկրորդ հերթով ենք այդում դասի։ Իսկ մնացած ժամանակ 8:30 արդեն արթուն ենք։ 9:30 պետքա դպրոցում լինեք։ Չէ, 11:50 կամ 12:40։ Ահա, մինչև 17:30 ժամեր էլի։ Հա, դասի եք լինում։ Հա։ Եվ այդպես լավ է, թե լավ չի։ Գրաֆիկը չէ, դες լավ չի։ Հա, պարապմունքների գնում եք երեխեք, խմբակների հաճախում եք։ Ոչ մեկը։ Դու Աննա, կցանկանայի որևէ խմբակի հաճախեիր։ Չէ։ Բայց ես անում ամբողջ օրը։ Դասի տուն։ Բա տանը ինչ ես անում, ինչով ես զբաղվում։ Տնայիններ եմ անում։ Ահա։ Մենք դուրս։ Ու վերջ։ Իսկ մամային, պապային, տատիկին, պապիկին տան հարցերում օգնում ես գործերի մեջ։ Օրինակ ինչ աշխատանքներ եք տանում։ Հողամաս մշակում եք տամբակում։ Ինչ եք հիմնականում աճեցնում։ Բանջարեղեն, միրգ։ Ահա։ Իսկ անասնապահություն կա գյուղում երեխեք։ Շով պահում են, խոս պահում են, հա։ Շատ կան։ Եզդիները որ շատ են ստեղ, պահում են, շատ կան։ Հիմնականում ոչխար են պահում։ Հա։ Նարեկ, դու ինչ կասես քո կյանքից։ Ինչ ասեմ։ Մի երկու բան ասելի, թո լավ ըլնեն։ Դասից տուն, դուս, էլի դասի ընկերների հետ։ Այ ընկերների հետ ինչ եք անում։ Դասից ենք փախնում։ Դասից եք փախնում, ապրեք, այո։ Ձեզ դպրոց ավարտելուց հետո պետք է մի հատ ոսկե մեդալ տալ, որ այդպես վստահ ասում ես դասից ենք փախչում։ Աշոտ, կշեռք եմ նկատում, մի հատ պահը չկորցնեմ, կշռվեմ, էլի, տեսնեմ քանի կիլո եմ դարձել։ Հերմի 64 էլի։ Ծաղկակաղամբը բա ինչ անենք։ Վերցնեմ փախնենք, շատ են իմանալու։ Պատրաստ ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք, լավ, շատ լավ ենք։ Ձեր անունը ինչ է։ Մելան։ Մելան, ծնվել եք այստեղ թե հարս եք եկել։ Վայ, ծնվել եմ այստեղ, ստեղել հարս եմ եկել։ Վայ, այդ ոնց է ստացվել։ Ստացվում է էլի գյուղացուն առնել։ Ես շատ գիտեմ, ստացվել է։ Հա։ Հետո ձեր կյանքը ոնց է անցնում։ Շատ լավ, շատ հետաքրքիր։ Եկու բարել գյուղի բնակիչներից խոսենք ու Չեմ ճանաչում գյուղի բնակիչին, ցավը տանեմ այտենց լավ։ Չեն գալիս առևտուր անում Չէ, ոչ մեկ։ Վայ։ Ոնց անենք որ Մելանի խանութից օգտվեն։ Այ հայտարարություն լավ գրենք, կպցնենք որ կան օգտվեն։ Բոլորը այսուհետ գաք Մելանի մոտ, Մելանի խանութ, եղավ Սարդարապատցիներ։ Հեսա ձեր առևտուրը նենց կերա։ Հետո ինձ կզանգեք, շնորհակալություն կհայտնեք։ Բարև ձեզ։ Մածուն եք տանում։ Թանեք սարքելու։ Կոմն սարքելու։ Ես մածուն շատ սիրում եմ։ Մի բանկը մածունը հենց այնպես ուտում եմ։ Հետո լավ եք դուք։ Ոչինչ։
Մանրը վերցրեք, մածունն էլ վերցրեք, ու գնացեք։ ու գնացեք, լավ երեկո անցկացրեք։ Ոնց եք բա ամանորին պատրաստվում։ Ոյ հեշ չեմ ուզում պատրաստել։ Ինչի։ Չեմ մանամ, ինչի բայց չեմ ուզում պատրաստեմ։ Պետքա ձեր խանութը լիքը ապրանքներով Հա, դե ես որ կգնաս ցավատանեմ։ 200,000 գրև կանես ընձի։ Խանութը կլցնեմ ամանորյա։ 200,000-ը քիչ է։ Չէ, ես կբավարարեմ։ Գոհ եմ։ Տանավ ես կգոհանամ, եթե ուղարկես։ Հա, իսկ առաքիչները ապրանքը չեն թողնում, հետո գամ փողը տանեն։ Չէ։ Ասում են մելան փողը դիր սեղանին, ապրանքը վերցրու։ Ահա։ Տենքա։ Իսկ լինում է, որ պարտքով ապրանքներ տանեն բնակիչները։ Պարտքով առաքիչները, հարևանները սախ։ Անենց որ։ Էնպես որ մեկս մեկի օգնում ենք։ Մեկո յոլա ենք գնում։ Այո։ Աշոտ, մատուր եմ այստեղ նկատում։ Արի, եթե մոմ լինի, վառենք։ Աշոտ, ուզում եմ մոմ վառեմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ առողջական խնդիրների պատճառով իրենց կյանքը հիվանդանոցում են անցկացնում, մասնավորապես Արսենի համար եմ ուզում մոմ վառեմ, որ երեխան շուտ ապաքինվի ու երջանիկ մանկություն վայելի։ Աստված բոլորին պահապան լինի։ Ամեն։ Դե ինչ սիրելիներս, մեկ օր էլ անցավ, ես կասեի մի քանի ժամ, որովհետև անկեղծ ասած մենք շատ ուշ էինք եկել Սարդարապատ։ Մի քանի ժամ էլ անցավ, Սարդարապատում բոլորից ստել ես երախտապարտ եմ, որովհետև անմոռաց օրեր եմ ապրում այն ժամանակ, երբ որ նկարահանում ենք մեր Հայաստանի չքնաղ բնակավայրերը։ Շնորհակալ եմ Սարդարապատցիներ, լավ օրվա համար, առաջիկայում էլի կհանդիպենք, որովհետև ես ձեզ հանգիստ չեմ թողնի հաստատ։ Ինչ ասեմ, լավ մնացեք, առողջ եղեք, միմյանց շատ սիրեք, հարգեք ձեր կողքի մարդկանց, ընտանիքներում բոլորի թող սեր ու ջերմություն տիրի, ուր գնանք մեզ լավ աչքով նայեն, միշտ սուրճ հյուրասիրեն։ Դե շնորհակալ եմ բոլորիցդ, ես ձեզ շատ սիրում եմ, ուզում եմ, որ մեր բոլոր գյուղերը Հայաստանի զարգանան ու ճանապարհները այսպես ասֆալտապատ լինեն։ Միայն կենտրոնական փողոցներով եկեք չսահմանափակվենք, գյուղամիջյան ճանապարհներին էլ ուշադրություն դարձրեք, որովհետև ավտոմեքենաները անընդհատ փչանում են ճանապարհների պատճառով։ Հայդեպ, վարորդներն էլ զգուշացնում են, որ մեքենաները դանդաղ վարեք, կամաց վարեք, որովհետև ձեզ տանը սպասողներ ունեք։ Չմոռանամ հիշեցնել, որ մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, որը առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ և մի շարք խելացի լուծումներ։ Շնորհակալություն նաև Emily Farm դեղատների ցանցին։